օրինագծի հետ կապված պատրաստ եմ Պարոն Մկրտչյան, կա Հայաստանում մեկը, որ ամենօրյա ռեժիմով զեկուցումը օտարերկրյա բանի հատուկ ծառայության լեյտենանտի, գնդապետի, գեներալի, մարշալի, չգիտեմ, նման տեղեկություններ Հայաստանի ԱԱԾ-ն ունի թե ոչ։ Ազգային անվտանգության ծառայությունը իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է սահմանված օրենքով սահմանված իր գործունեությունը։ Պատարագի տեքստը եթե օրինագծի վերաբերյալ ունենք հարցեր, խնդրեմ սիրով պատրաստ եմ պատասխանել։ Հիմա ասում եք լիազորություն, պատարագի տեքստից կաթողիկոսյանները մտնում է ածել եկեք խոսանք, մենք եկենք խոսանք օրինագծերի վերաբերյալ։ Եթե ունենք Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԱՑ-ին խնդրանքի մակարդակով են ասում այդ ամենը, որ գնա եւ պատարագի տեքստը փոփոխի։ Մի հարցով էլ ես խնդրեցի որպես քրիստոնյա ԱԱՑ-ի եւ զրո արձագանք։ Այս ինչ խտրականություն է քրիստոնյաների մեջ։ Ես ասացի, եկեք խոսենք ներկայացված օրինագծերի մասին։ Եթե չկան, քանի որ ներողություն նախ եկեք հասկանանք, որ նման շրջանակի, այսինքն լրագրողների հետ նման շրջանակի հետ շփման դա առաջին փորձն է եւ եկեք մնանք կառուցողական դաշտում։ Ըստ էության ձեր գործունեությունը շատ նման է մեր գործունեության, այսինքն մենք բոլորս կներեք, բայց ոչ մեկ։ Բայց ես ձեզ չէի ընդհատում, երբ որ դուք հարց եք տալիս։ Մենք բոլորս անում ենք մեր աշխատանքը եւ տեղեկատվություն ենք հավաքում, հավաքագրում տեղեկատվություն, որը օբյեկտիվ պետք է լինի եւ մաքսիմալ ճիշտ գնահատվի։ Բայց փաստորեն նոր գործառույթի մասին խոսեց վարչապետը, ասելով, որ գնում խնդրում է ԱԱԾ-ն, մենք չգիտենք, որ մենք հիմա խոսում ենք մեր նոր գործառույթի մասին, այսինքն խոսում ենք ազգային անվտանգության ծառայությունում արտաքին հակահետախուզության մասին։ Եթե դրա շրջանակում խնդրեմ մի հարց էլի դուք քանի որ ոնց հասկացա օրենսդրական եւ իրավական մասն եք նաեւ համակարգում ճիշտ եմ դուք ներկայացնում եք նախ որն է ձեր եթե կներկայացնեք դե դա փակտ է կապություն հիմա այս նախագծի հետ կապված ինչ է ենթադրում այսինքն ինչ նոր գործառույթ է տրվելու ԱԱԾ որովհետեւ նոր գործառույթ չկա մեր գործառույթները հստակեցում են ընդհանրապես որ մասով հստակեցում են գործառույթները, որ օրինագծերում մանրամասն ներկայացված են եւ մանրամասն այդ ամենը դուք կարող եք տեսնել։ Հիմա ես հարցս հետեւյալն է, նայեք, դուք ես որպես գործառույթ եմ հարցնում ձեր կարծիքը։ ԱԱԾ-ն ունի գործառույթ հայ առաքելական եկեղեցու տարիներ շարունակ հնչող այդ պատարագի Ես էլ ձեզ հերթական անգամ պատասխանում եմ, եթե ներկայացված գործառույթների, ներկայացված օրինագծերի սահմաններում ունեք հարցեր, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Այդ պատարագի ինչու՞ չեք ուզում արձագանքել։ Իսկ այս հարցին ինչի՞ չեք ուզում արձագանքել։ Ես արդեն պատասխանում եմ։ Բայց Գուցե խնդիրն այն է, որ դա չի մտնում ձեր լիազորությունների մեջ եւ դուք դրա համար չեք ուզում արձագանքել։ Շնորհակալ եմ բոլորին։ Դուք չեք ուզում Նիկոլ Փաշինյանի նման ժողովրդավար լինել։